Ողջույն սիրելիներ ջան, շատ ուրախ եմ բոլորիդ ողջուն եմ, շատ ուզում եմ, որ բոլորդ լավ լինեք, եկել եմ ասեմ, որ ամեն ինչ հրաշալի է, գիտեք, Աստվածաշնչում մի շատ լավ խոսք կա ասում է, երեկոյան տխրություն է գալիս, լաց է գալիս, իսկ առավոտը ցնծություն, մենք նենց փոփոխական էակներ ենք, մենք մարդիկս հատկապես կանայք, մենք 5 րոպե առաջ կարող ենք լացել, 5 րոպե հետո կարող ենք պարել, ուրախանալ, մենք շատ ուժեղ ենք, տղամարդիկ կվկայեն, որ մենք շատ ուժեղ ենք, չէ տղամարդիկ, ու երևի լավ է, որ մենք ուժեղ ենք, բայց հետ ուրիշ ձև ոնց, գիտեք ինչի մեջով էլ ես անցնում եմ, սենց նեղվում եմ, լացնում եմ կամ հիստերիկ անում եմ, հետո երբ որ երեխաներ հարցնում են, մամ ջան ոնց ես, ասում եմ, իսկ ոնց պիտի լինեմ, իհարկե լավ, յաժը կարալիևա, ու իրանք ծիծաղում են, բոլոր կանեք, խնդրում եմ ձեզ բոլորիդ, ինչի մեջով ուզում եք անցնեք, դուք թագույներ եք, դուք արքայադուստեր եք, դուք ամենալավն եք, ձեր նմանը չկա, ինչ ուզում է ձեր ընկերուհին ձեր մասին մտածի, նախանձի, չգիտեմ, չարախոսի, ինչ ուզում են ասի, իմացեք դուք լավագույնն եք, ու մի բան ասեմ ձեզ, կարող չի տղամարդիկ, եթե դու ինձ լսում ես, մի բան հաստատ իմացի, երբ մարդիկ քեզ նախանձում են, նշանակում է, իրանք թաքուն հիանում են քեզանով, պարզապես վատ նոտայի վրա, բայց հիանում են, փորձեք այդ ռակուրսից նայեք ձեզ նախանձող մարդկանց ու ձեզ չարախոսող մարդկանց, որովհետև միշտ նախանձը դա ձեր հետ կապ չունի, դա իրանց չար հայացքն է դեպի քեզ, դա իրանց չար վերաբերմունքն է դեպի քո արարքը, քո ունեցածը, դա իրանց բացասական վերաբերմունքն է իրանց անհաջողությունների հանդեպ, որովհետև հաջողակ մարդը, կայացած ու երջանիկ մարդը երբեք չի նախանձի։ Վերջերս իմ շատ մտերիմ կանանցից մեկը, գիտեք, ընկերուհի չեմ ասում, ես ընկերուհի այլևս երբեք ոչ ոքին չեմ համարում, իմ շատ լավ մտերիմ կին, որտեղ ընկերուհի ասվածը իմ համար բոլորովին ուրիշ է, ու ես հիմա կյանքիս այս փուլում որևէ մեկին ընկերուհի չեմ համարում։ Լավ, այդ անցանք առաջ, դա առնվազն թեմա է։ Իմ ծանոթ շատ լավ աղջիկներից մեկը, կանանցից մեկը ուղարկել էր Միլանից նկար, որ ինքը Միլանում հանգստանում է, ես շատ այնքան ուրախացել էի, տալ եմ մեր մյուս գոլեգային ցույց եմ տալիս, ասում եմ, նայ, ասում եմ, ինքը բան Միլանում է, ասում եմ, ցույց տուր, ասում եմ, ես չեմ նախանձի, որտեղ ես արդեն եղել եմ Միլանում։ Ասում եմ, բան հասկացա, լսեք, նախանձ մարդու համար կապ չունի։ Դու եղել ես Միլանում, չես եղել, ասի ես երբեք չեմ եղել Միլանում ու երբևէ գուցե եւ չլինեմ, բայց դա արդ չի, որ ես նախանձեմ մեկին, ով որ հիմա Միլանում է, դու միգուցե 10 անգամ ես եղել, բայց կարող է նախանձես ինչ որ մեկին, ինքն դա հեչ կապ չունի։ Մարդիկ միշտ գտնում են ինչ որ մի հատ անկապ բան, հասկանում ես, որ շեշտեն դա։ Նախանձը դա թաքուն հիացմունք է։ Ինչ որ մեկը քեզ նախանձում է, որովհետև չի կարող անգամ մեծ գումարով ունենալ այն, ինչ դու ունես ուղղակի Աստծուց տված կամ քո անցած ճանապարհի շնորհիվ դու դա ձեռք ես բերել։ Այդ մեկ, երկրորդը, իմ գոլեգաներից մեկը վերջերս, երբ որ նույնն է ստացվեց, որ աշխատանքի վայրում ես մենակ էի մնացել ու սովորաբար մենք 2-3 հոգով ենք առավոտները աշխատում, որպեսզի հասցնենք, իսկ այս անգամ ես ընդհանրապես մենակ եմ ու սենց շնչակոտուր ամեն ինչ հասցնում եմ, որպեսզի կարողանամ ամեն ինչ տեղին անեմ, որպեսզի աշխատանքը դրանից չտուժի, ղեկավարությունը չնյարդայնանա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որտեղ մենք ժամացույցի նման ենք աշխատում, մի դետալ էր, հանկարծ դանդաղ աշխատեց, մենք տուժում ենք դրանից։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, ես սպրայլով ես ամեն ինչ արեցի, բայց այն նյարդերիս ու ուժերիս ու էներգիայիս հաշվին որը որ չունեի։ Ու գիտեք ինչ, եկավ մեկը մեր ղեկավարներից, շատ ղեկավար չի, բայց ղեկավար անձ է ու ասեց, գիտես Սոսուս, փոխարեն է ինձ ասի շնորհակալություն, որ դու ամեն ինչ կարողացա նենց կազմակերպես քո նյարդերի հաշվին ու մենք այլևս չենք անի սա, ինձ քեզ մենակ չենք թողի։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց, молодец, ты справилась. В следующий раз значит, ты умеешь одна работать. Мы поставим тебя, чтобы ты одна работала. Ты справляешься. Ասացի, молодец. Ես հասկացա, որ մարդիկ ոչ թե գնահատում են այն ինչ որ դու իրենց համար անում ես, այլ օգտագործում են, որ հաջորդ անգամ էլ կարողանան շանսը բաց չթողեն,
որպեսզի քեզանից մաքսիմալը կողզեն տալով քեզ մինիմալը։ Ինչի չի կարելի ասել, գնահատել, ասել շնորհակալություն, որ դու մենակով 3 հոգու աշխատանք կատարեցիր։ Երբևէ ձեր կյանքում ձեզ գնահատած կամ ժողովուրդ ձեր ցավը տանեմ, կյանքիս մեջ 44 տարեկան եմ, ինձ գնահատած չկա ոչ մեկը։ Ոչ մեկը, ծնողիցս սկսած, հարազատներիցս, բարեկամներիցս սկսած, ամուսնուցս սկսած, ոչ ոք դեռ ինձ չի գնահատել։ Ինձ գնահատում են, գիտեք, երբ ես այլևս չկամ։ Ես չեմ ուզում իմ մեռնելուց հետո ինձ գնահատեք։ Ես չեմ ուզում ինձ կորցնելուց հետո ինձ գնահատեք։ Ինձ պետք է գնահատել այն ժամանակ, երբ ես դրա կարիքը ունեմ։ Երբ որ ես դեռ կամ երբ որ ես արժանի եմ դրան։ Երբ որ դու կյանքդ դնում ես, դու չես ուզում ամեն վայրկյան քեզ ասեմ փառք քեզ, շնորհակալություն քեզ, բայց դու ուզում ես, որ մարդիկ դա գնահատեն։ Պարզապես գնահատեն, հասկանալով, որ դու կարող ես դա չանել։ Դու կարող ես այդքան էներգիա, չանք, ֆինանս ու չգիտեմ կյանք չդնել, բայց դու արեցիր դա։ Պարզապես լուր գնահատել չէ։ Ուրեմն ասի հարիվա, կարելի է հաջորդ անգամ նույն ձև իրան օգտագործել։ Խոսքս ուղղում եմ կանանց, իմ սիրելի աղջիկներ, կանայք, չգիտեմ, կարող է մի հոգի կին է ինձ լսում։ Ես ես խնդրում եմ, ես քեզ խնդրում եմ, գնահատի քեզ։ Ոչ ոք քեզ չի գնահատի։ Ոչ քո տանը կգնահատեն ինչքան որ դու արժան ես, ոչ քո աշխատանքի վայրում, ոչ քո երեխաները, ոչ քո ծնողները, ոչ քո ամուսինը, ոչ քո ընկերը, ոչ քո ռապոտադայցելը, ոչ մեկ քեզ չի գնահատի այնպես ինչպես դու պիտի քեզ գնահատես, դու քեզ գնահատի, ես քեզ խնդրում եմ, դու արժան ես, դու ամենալավն ես։ Գրեթե այսօր ինը այնքան թիրախավորված է, այնքան սխալ վերաբերմունք, հատկապես Կովկասի ժողովուրդը, Կովկասի տղամարդիկ, այնքան կանայք կանանց, տարեց կանայք, տարեց երիտասարդ կանանց, այնքան սխալ են ընկալում, այնքան սխալ են մեկնաբանում, այնքան են կոտրում, այնքան են խանգարում ճիշտ ապրել։ Ես ձեզ խնդրում եմ, եթե դուք չեք ապրել ճիշտ, մի թողեք, որ երիտասարդ սերունդը ճիշտ ապրի։ Եթե գիտեք ձեր մամաները ու իմ մամաները մեզ ստիպել են, որ ամեն ինչին սուս մնանք, որովհետև մենք գնալու տեղ չունենք, որովհետև պապան մեզ հետ չի ընդունի մաման, մենք պիտի ամուսնու ամեն ինչը ներենք, դավաճանությունը, սուտը, տականքությունները, ամեն ինչ ներենք, որովհետև մենք գնալու տեղ չունենք։ Ծնողներ մի արեք դա ձեր երեխաների հետ, ես ձեզ խնդրում եմ։ Ես վերջերս մի ռոլիկ տեսա, երբ որ մի հայ պապա իր աղջկան ամուսնացնում էր ու հարսանիքի ժամանակ կանչեց փեսային, ասեց ես քեզ խնդրում եմ, երբ որ իմ աղջիկը քեզ պետք չլինի ու դու դադարես իրան սիրել, խնդրում եմ հետ դուր, բեր ինձ իմ աղջկան, չնեղացնես, չվիրավորես։ Աշխարհի ամենահրաշալի հայրը, աշխարհի ամենահրաշալի տղամարդը, որ կարող է լինել, դա իր աղջկան պաշտպանող տղամարդն է։ Դա իր աղջկա արժեքը հասկացող, լսեք, եթե դուք ձեր աղջկա արժեքը հիմա չհասկանաք, իր ամուսինը չի հասկանա, իր երեխան չի հասկանա, շրջապատում ոչ մեկ չի հասկանա։